Շատ հաճախ ծնողները կարող է թաքցնեն հիվանդությունը, որովհետև վախենան հանրության արձագանքից։ Թաքցնեն նաև մտածելով, որ կարող է օրինակ եթե աղջիկ երեխա է ճակատագրական լինի նրա համար։ Էպիլեպսին կրնաբադահիլ 50-70-80 տարեկան ավելի ծևով, ավելի հավանական ծևով, քան թե երիտասարդությունը։ Գենետիկ ասելով մենք հասկանանք մորմե, հորմե, ընտանեկան ծևով անցած, բայց գենետիկ պատճառները կան, որ ժառանգական չեն։ Կա փորձ, որ օրինակ թեկուզ վիրահատության միջոցով ամբողջությամբ էպիլեպսիան դադարել է մարդու մոտ։ Վան Գոգը որ գսեն իրեն քզակրությունները, որ շատ քունավոր են, մեծ ծևերով քզած է, գսեն որ ինքն ալ էպիլեպսի ունի։ Դոստոևսկին ալ էպիլեպսի ունեցած է։ Հաղորդման աջակիցն է Հայաստանում առաջին ու միակ գրոհե պաշտոնական առցանց խանութը։ Գնեք որակյալ գերմանական սանտեխնիկա օնլայն shop.grohe.am։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօրվա մեր զրուցակիցը էպիլեպտոլոգ Ալին Հռլոփյանն է։ Բարև ձեզ բժշկուհի, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար, հաճելի է ձեզ տեսնել մեր տաղավարում։ Շնորհակալ եմ այս գեղեցիկ մտնորդին այսօր, շատ շնորհակալ եմ, որ մեզի արիթ գուտակ որ խոսենք մենք ամենակարևոր հիվանդություններից մեկը, որ էպիլեպսին է։ Շատ շնորհակալություն։ Ինչու է էպիլեպսիան մնում դեռևս անհասկանալի, նույնիսկ վախեցնող հիվանդություն մեր հասարակության համար, այն էլ, երբ որ բժշկությունը օրեցօր այսպես զարգանում է եւ մարդկությունը եւս զարգանում է, պետք է որ վերաբերմունքն էլ փոխվի։ Ես կուզեմ ավելի պատմել սկզբի օրերից մինչև այսօր ինչպես անձը անհատը դիտած է որևէ ուղեղային հիվանդություններու մասին։ Հին ադեն, երբ որ անձը էպիլեպսի ուներ, իր վիրահատությունը գլուխեն մասը փանալ եւ կգարձեն որ ոգին գլուխեն դուրս կելա գարթակվի եւ անձը կփուժվի։ Հին օրերեն կգարձեն որ ինչ որ ուղեղի հետ կապ ունի բարդ է, դժվար է, անհասկանալի է, աստվածային կամ universe ֆենոմեն է։ Ուրեմն դարիներու ընթացքում մենք սկսանք հասկանալ ուղեղի մասին։ Որովհետև ուղեղը շատ դժվար մեկ մասն է մեր մարմնեն, ադոր համար անձերը վախ ունին ուղեղի վերաբերյալ ախտորոշումներն, այսինքն էպիլեպսին ինչպես կպատահի։ Օրինակ էպիլեպսին հանգարձակիորեն անցումը զգացումը կունենա, կամ ցնցումը կունենա եւ հանգարձակիորեն կվերջանա։ Այս երևույթը անդադի կողմը գարցնցնե վախ, որ ես երբ պիտի ունենամ այս երևույթը, երբ պիտի կա ինձի, երբ պիտի այսպես ասկամ։ Այս անորոշությունն է որ անհադիմը մեջը վախ կստեղծե։ Եվ երբ որ անցումը նոբա ունենա, գանչադվի, չի ասկար եւ անբահը որ ինքը կոնտրոլ չունի, այսինքն չի գնար ինքը կոնտրոլ ունել իր շրջագայքին վրա, իր ինքնության վրա, այդ բահին, այդ վախը կստեղծե։ Եվ մանավանդ մեր ուղեղին հասկացողությունը այս տարուն թեպետ մենք շատ հարաճած ենք գիտության մեջը, դակավին սկզբնական է։ Այսինքն որքան որ մենք լավ հասկանանք ուղեղը, որքան որ մենք հասկանանք այս հիվանդությունը այս ձևով է, այս պատճառներով առաջ կգա, դակավին մենք շատ գիտելիքներ ունենք, որ իմանանք։ Այդ պատճառով այս ժողովուրդը ավելի կսկա վախ, մանավանդ ուղեղային հիվանդություններու վերաբերյալ։ Ես հիվանդներս երբ որ գլսեմ էպիլեպսիի մասին, ինձի գսեն, ես երբ որ չի գիտնամ, երբ ինձի նոբան պիտի կա, հանգարձակիորեն կա, կամ ընտանիք մտեստե նոբայի երևույթը, այսինքն ցնցումը, շարժումները, ադի է որ կհառաջացնե վախ անձի մեջ։ Բժշկուհի, եկել եք հատուկ նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ինչի համար շնորհակալ եմ։ Հսկայական աշխատանք եք կատարելու այս ոլորտում, որովհետև մենք ունենք նաև տեղեկատվության հետ կապված շատ լուրջ խնդիրներ։ Այո, Հայաստանում էպիլեպսիան համարվում է դատավճիռ։ Իհարկե, համեմատաբար տարիներ առաջվա աշխատանքներ տարվել են տարբեր անձերի կողմից, որպեսզի փոխվի, բայց միևնույնն է, կա կարծրատիպը, որ դա դատավճիռ է։ Շատ հաճախ ծնողները կարող է թաքցնեն հիվանդությունը, որովհետև վախենան հանրության արձագանքից։ Թաքցնեն նաև մտածելով, որ կարող է օրինակ եթե աղջիկ երեխա է ճակատագրական լինի նրա համար։ Ես կցանկանամ այնտեղի փորձը իմանալ, ինչպես է արձագանքում հանրությունը, արդյոք դատավճիռ է թե ոչ, արդյոք էպիլեպսիա ունեցող աղջիկը կարող է ամուսնանալ, կարող է երջանիկ լինել եւ ձեր կարծիքը տեսակետը։ Ասի համաշխարհային երևույթ է, ոչ թե միայն Հայաստան։
ուր որ յետակ աշխարհին գողոմը պիտի տեսնեք նույն երևույթը։ Դարբերությունը այն է, որ ան երկիրները, որ ավելի զորավոր ձևով իրենց educational awareness պրոգրամներ որ գնեն, հանրությունը ավելի պատրաստ կլա լսելու, մտի գնելու։ Մեր մոտ նույն ձևն է։ Մեր մոտ անցեր կան որ կգարձեն, որ էպիլեպսիոնին ասի իր յանքին վերջն է, այլևս չեն գնար որպես քաղաքացի վարվել։ Բայց տարիներու ընթացքին մենք այս պրոգրամներու միջոցով գրցանք ավելի անհատության եւ հանրության հասկացնել, որ ոչ էպիլեպսին կարծե սրդի կամ լեյարտի այլ հիվանդություններու բես հիվանդություն մնե եւ մենք տեղերը ունենք այս հիվանդության։ Շատ ճիշտ է, ամենակարևորը, այսինքն ծնողքը, երբ որ գտեսնի իր զավակը, որ էպիլեպսի ախտորոշում ունի, կսկսի վախնալ։ Եվ ես կգարձեմ, որ ոչ թե ծնողքը իր զավակեն կամճնա, այլ գվախնա իր զավակին աբական ինչ պիտի լա աս մտնոլորդեններս։ Ես կուզեմ ասել, որ շատ հիմա պրոգրամներ կան, որ ավելի կփորձեն, որ awareness կա։ Օրինակ, հիմա կվարն social media-ն, որ ինչպես լայնադարացված է, ամեն դունի մեջ social media կա, TikTok-ը լա, Instagram-ը լա, Facebook-ը լա, տելևիզիոններեն, cable channel-ներեն, ամեն ավելի գլսենք եւ ավելի ծնողներուն կհանգստացնեն, որ այս հիվանդության ձևը գա, treatment-ը գա, անձը գրնա շատ բարձորեն մասնակցել ֆուտբոլի խաղերու, գրնա թենիս երթախաղալ, դպրոցը գրնա ավարտել, համասարանական գրնա ալալ, պաստապան գրնա ալալ, բժիշկ գրնա ալալ, բլավ հարց չի գա։ Ես այստեղ հանդիպեցա մի քանի դրվագներու, որ կգարձեմ, որ երբ որ գին էպիլեպսի ունի, չի գրնար բզդիկ ունենալ, չի գրնար ամուսնալ, չի գրնար թեղարնել։ Բացարձակորեն ճիշտ չէ, այլ մենք շատ լավ գիտենք, որ մեր այս տարուն տեղեր կան, որ շատ լավ գաստեն էպիլեպսի համար եւ գիներու համար շատ լավ է եւ շատ safe է, այսինքն աբահով է, հղության ադեն որ առնեն եւ շատ լավ բզդիկ կունենան։ Եվ հանկիստորեն բժիշկին հետ երբ որ մոտ սևով follow up-ն են, նային բուժման մասին, շատ լավ հանկիստորեն գնան բզդիկ ծննդաբերություն ունենալ։ Նույնիսկ breastfeeding շատ բարձ է, մենք առաջ կգարձենք, որ անգինը որ հագացնտման թեղ գարնե, շատ չէ գնար breastfeeding-նել։ Հիմա մեր մոտ ադիգա բացահայտվեցավ, որ ոչ, ավելի լավ է breastfeeding-ն է, թեպետ հագացնտման թեղ գարնե, որովհետև բզդիգին աճումը ավելի լավ է, քան թե breastfeeding չնե։ So մեր գիտությամբ եւ մեր հետազոտություններով հետևանքով մենք կնանք որ բացահայտել բաներ, որ մենք հին ադեն մեր մոտը միտի բեսեր, այսինքն մենք չէինք գիտեր, այլև գսեինք, ասան գնենք, որ ադանք ավելի լավ լա։ Հիմա կբացահայտվի, որ ոչ, շատ բարձ է ասոնք, եւ ես կուզեմ, որ անգինը կամ ընտանիքը որ զավակ ունի կամ հարազատ ունի որ էպիլեպսի ունի շատ բարձորեն բժիշկին հայտնաբերե որովհետև իսկապես տեղերը կան եւ երբ որ տեղերը առնեն ճիշտ օրեն դարբեր տեղեր կորցածեն գրնան հաջող այսինքն կոնտրոլ անել իրենց նոբաները եւ տեղերը եթե չի աստեն վիրահատության ծևերը կան, դարբերակ ծևերը կան։ Ուրեմն ոչ թե այսինքն տեղերը ծաղուեցան ադե ցանկը վերջացավ, այլ շատ ծևեր կա, որ գնանք օգտագործել, որպես նոբաները հաղթահարենք։ Իսկ կա փորձ, որ օրինակ թեկուզ վիրահատության միջոցով ամբողջությամբ էպիլեպսիան դադարել է մարդու մոտ։ Գա, որոշ տեխնիկներ կան, որոշ кейսեր կան, այսինքն դեսակները կան էպիլեպսի, եթե տեղերով չի հաղթահարվի, գրնանք վիրահատությամբ շատ լավ ծևով իրենց հայլ գրսենք ադոնց ավելի հավանականությունը, որ նոբաները անջատվին եւ ազատվին բարձր է։ Եվ կան кейսեր, որ եթե նույնիսկ վիրահատություն ունենք, գնվազի նոբաներու հավանականությունը, բայց դակավին ավելի լավ է, քան երբ որ տեղերը առանցին ծևով առնեն։ Մենք շատ գիտենք, որ 60-70 ադ անձերուն, որ նոբա ունին, տեղերու միջոցով նոբա չունին։ 60-70 սոադի մեծ թիվ մնե, մեծ քանակ մնե։ Իսկ կստանեն 30 որ իր նոբաները չէ հաղթահարված հագացնցման թեղերով, մենք կրնանք վիրաբուժության երթալ եւ դարբեր ծևեր կան, որ մենք կրնանք օգտագործել, որ առանցին անհադին լավ գանքի որակ տալ ավելի։ Օրինակ Հայաստանում Ելենա Բաղդասարյանը որպես ծնող, որպես մայր շատ քաջ եւ բարձր գիտակցությամբ է գտնվում եւ իր օրինակը բարձրաձայնում է իր երեխայի օրինակը, այդպիսով օգնելով
տարբեր մայրերի, տարբեր ծնողների եւ տարբեր երեխաների։ Բնականաբար իր համար շատ դժվար է եղել այդ փուլը անցնելը, բայց վստահ եմ ինչ որ չափով կարծրատիպ է փոխվել այդ առումով Հայաստանում։ Կցանկանամ ձեր այցի մասով խոսենք, ինչ սպասելիքներ ունեք, ինչ արդյունք եք ուզում ստանալ այստեղ, ինչ անելիքներ ունեք։ Ել համասարանը մեզի award դրավ, grant մնե անունը Initiative Educational Award-ը, որ Global Health Office-ի միջոցով, որբեսի մենք հետազոտություն ունենք stigma in epilepsy։ Ուրեմն ես աստեղ դոկտոր Շուխոտյանին հետ եւ Wigmore դոկտոր Նունեին հետ միասին survey պատրաստած ենք եւ մեր նպատակը այն է հասկանալ եւ նախ գտնել որքան է ստիգման Հայաստանի մեջ, այսինքն մենք պիտի ունենք survey եւ զավակին, որ էպիլեպսի ունի եւ ծնողքին։ Գուզենք հասկանալ զավակը ինչ կսկա, ոչ թե միայն իր անձին հանդեպ, այլ շրջակայք, ընտանիք, դպրոց, հարևան եւ ինչ են իր ենթադրությունները եւ ակնկալությունները եւ ինչ կուզեն ավելի լավացնել եւ իմիջի այլոց հավասարորեն պիտի հարցնենք իրենց ծնողներուն եւ ասենք որ դուք արդյոք գսկակ ձեր զավակը ստիգմա ունի գուզենք գտնալ ծնողքը կհասկանա զավակը ինչեր է կանցնի եւ այդ ծնողքը պիտի իրենց պատասխանները իրար հետ համեմատենք եւ նայենք ինչ է իրենց պատասխանը արդյոք ծնողքը կհասկանա իրենց զավակը ինչ է կանցնի զավակը օրինակ կհասկանա ինքը ինչ ունի ասի մեզի շատ կարևոր պիտի լավ որովհետեւ մեզի պիտի ասե որքան մեր երդասարտները, մեր մանուկները, մեր ծնողները դակավին գսկան որ իրենք stigmatized եղած են էպիլեպսիով։ Ասի շատ կարևոր առաջին մեր step-ն է, որբեսի հետակային, երբ որ պիտի հասկանանք ինչու է ասիգա։ Ինչու կբադահի ստիգման։ Ստիգման արդյոք կբադահի մեր գիտելիքների բագասով, մենք լուրջ ունենք ինչ է, կամ որոշ միտերը եկած է, ասոնք են գուզենք որ հաղթահարել, որբեսի գամած դարիներու ընթացքին աս անհատները հանգիստ ըսկան, հանգիստ վարին իրենց կյանքը, որովհետև մեր գիտության դեյտայով մենք ինչ որ ունենք ստադիները եկած դեյտան գծցնե որ աս անհատները գրնան բարձ կյանք ունենալ մեծամասնությունը կեսեր կան, բարականեր կան, որ ավելի քիչ դժվար են, բայց ընդհանրապես անանցը որ էպիլեպսի ունի, պետք է իրեն օժանդակենք, որբեսի համայնքի մեջ իրենք մաս կազմեն եւ շատ դյուրն է մաս կազմեն։ Ես կրնամ օրինակ մբերել, գարձե ես որպես բժիշկ էպիլեպսի ունիմ, okay։ Իմ կորձից մեջը ես գուզեմ հանգիստորեն իմ կորձս վարել։ Իմ կորձադեղի անձերը, եթե չի իմանան էպիլեպսին ինչ է, չի իմանան ինչպես վարվին, ես պիտի ասկամ որ ես հոն չեմ պատկանիր, թե պետք ես ցիրկ ունիմ իմ կորձս ընելու։ Ադե ուզածնից որբեսի այդ անձերը գիտնան, հանգիստ օրեն կորձի մեջ աշխատին, դպրոց երթան, այսպիսով մեր համայնքը գրնանք ավելի առաջ բերել։ Այո, եւ ի վերջո մատնացույց չանեն, որպես ինչ է եւ այլն, որովհետեւ այո, ընկճում է նաեւ էպիլեպսիա ունեցող մարդուն եւ ծնողին հենց հանրության արձագանքը։ Կարծում եմ մեդիայի դերը եւս պետք է շատ մեծ լինի, որպեսզի մարդ տեղեկացնի հանրությանը, այո։ Ես գուզեմ ասել, որ դարիներու ընթացքին մենք ինչպես կգոչենք այդ անհատը, որ էպիլեպսի ունի փոխվեցավ, որբեսի իրեն չզգացնենք, որ ստիգմա կա, այսինքն դարիներ առաջ մենք կսենք epileptic patient, ցնցումային հիվանդ։ Հիմա մենք կսենք անհատ, որ էպիլեպսի ունի։ Օրինակ գիտենայ stroke, գատվածք, սրտի գատված կամ ուղեղային նույնն է բես չէ էպիլեպսին հետը։ Կարծես էպիլեպսին դարբեր բաժանմունքի մաս կազմած է, բայց ինքը նույնն է։ Միակ ես կսկամ որ երևույթն է որ իրեն աս հանգարձակի օրենքալը աս երևույթը կամ աս շարժումները որ էպիլեպսի հետ կբադահի ադե որ թիմացինին գվախցնե եւ ադե որ գարձեմ որ ստիգմային մաս կգազմե պլյուս knowledge գիտությունը որքան որ ավելի awareness-ը լա ավելի խոսենք ավելի հասկացնենք ժողովրդին ասին չի գնման երբ որ հիվանդ մկովդ կա իրեն ասես որ դու աստղտորոշում ունիս աստեղեր բիդարնես Հիվանդը գրնա ասել, որ ես ինչ բիդարնեմ աստեղերը, բայց երբ որ իրեն ավելի փասադրես, ավելի իրեն հասկացնես ինչու է, ավելի կհասկանա։ Նույն ձևով մենք ոչ թե միայն հիվանդին եւ իր ընտանիքին, այլ համայնքին պետք է փասադրենք, որ ասի այսպես է, որ իրեն գալ հանգիստս կան։ Օրինակ կորձադեղի մեջ, երբ որ մեկը սրդի գատված կունենա, շտապօգնություն կգանչեն, չէ՞։
Գիտեն ինչ պիտնեն։ Ես կուզեմ նույնը բադահի էպիլեպսիի հետ, որ գարձի անցումը նոբա ունեցավ։ Ինչ պիտնես։ Չես կնարած անցինստեր ես կորձից չեմ ուզեր գորքալ, որբեսի չդեսնեմ ասնոբաները ոչ։ Բիդի իրեն սորվեցնենք ինչ ցևերով գրնան աս անտադը հանկիստ օրեր այդ կորձի մեջ աշխատի։ Արդյոք էպիլեպսիան հանկարծակի է գալիս, թե մինչ այդ ինչ որ նախանշաններ լինում է եւ երբ պետք է ծնողը դիմի նյարդաբանի ինչ նշանների դեպքում։ Երբ որ ծնողը կամ անհատը ըսկա որ ինքը բադահապար, այսինքն էպիսոդ դեպքեր ունենա, որ հայտնի չէ իրեն համար եւ մանավանդ նևրային, այսինքն նյուրոլոգիկալ է, թիմե իր ընդհանուր բժշկին։ Հոս շատ կարևոր է ընդհանուր բժշկին թերը, որտեղ դու ինչպես պիտի գտնաս, որ ես էպիլեպտոլոգիստ պետք ունիմ։ Դու բժիշկ ես, չէ՞։ Ես անցամ պիտի էպիլեպսի չգտնամ, կամ բժշկություն չեմ արած, երբ որ փամը գբադահի ինձի, ես ինչպես պիտի գտնամ ասի սիրտ է, աչք է, լեյարդ է։ Սոադոր համար շատ կարևոր է մեր բժիշկներուն իրեն դաստիարակություն տալ, գիտություն տալ, որբեսի հասկանան, եթե աս երևույթը գբադահի, աս բանը գբադահի, որ իրենց ուղեն դեպի ճիշտ ճանապարհը, որ դեպի էպիլեպտոլոգիստ, եւ ոչ թե հետացկեն։ Երբ որ մեկը նոբա ունի, մեկ երկու անգամ բադահեցավ, նոբաները ինչպես կբադահի, մեկ հատ կուկա գերտա։ Գրնա դարի մեկ անգամ կալ առաջ։ 3 տարվա ընթացքին դարի մեկ անգամ նոբա կա։ Մեկ հատ եկավ վերջացավ, ասել չէ մեկ հատ տեր գնա չի կալ։ Սո շատ կարևոր է մեր բժիշկներուն հետ խոսել, որ իրենց ասել ընդհանուր բժիշկին, որ ես աս դեպք ունեցա։ Ինչ է ասի։ Սո այդ ընդհանուր բժիշկը ադի պիտի լսե եւ պիտի ասե, օքեյ, աս ադենը կնանի արտապանին, որտեւ ես կգասկածի մասի նոբա գլա։ Շատ հիվանդներ ունեցած են մեկ նոբա դարին մեկ անգամ։ Մի քանի տարի հետ սկսած են ունենալ ամիսը մեկ անգամ։ Մենք կգարձենք, որ ասիգա ինչպես մեկը փորփոքում ունի, գամ, գրիպ, common cold գունենա, գու եկավ քնած, այդպես չէ ասի։ Եկավ քնած չլար, ինքը նոբան եկավ քնած է, բայց անբաճար, որ նոբան կբաճար է, ներգա է, չան հետանար։ Ադոր համար շատ կարևոր է, ան որ մեկ նոբա ունի, երկու նոբա ունի, անգասկածորեն իրենց բժիշկին հայտնաբերե եղածը եւ այդ բժիշկը իր գիտակցությամբ կստե որ ասի շատ կարևոր է երթա էպիլեպտոլոգիստի նյարդապանի որպես հետազոտություններն են եւ հայտնաբերեն ինչ է ասոր պատճառը։ Էպիլեպսիան հայտնաբերելու համար տարիքային շեմ կարծեմ գոյություն չունի, չէ՞։ Յուրաքանչյուր կյանքի տարիքի յուրաքանչյուր փուլում հնարավոր է լինի։ Այո, շատ ճիշտ։ Ինքը մենք առաջ կգարձեինք էպիլեպսին գբադահի 10-ն ամենաշատը 10-ն 20-ի միջև։ Բայց դարիներու ընթացքին Երևան եկավ, որ էպիլեպսին գրնաբադահիլ 50, 70, 80 տարեկան ավելի ծևով, ավելի հավանական ծևով, քան թե երիտասարդությունը։ Պատճառները դարբեր են։ Առաջինը գրնալալ օրինակ ստրոկ, ուղեղի գաթվածքը գրնա ուղեղի այդ մասը բջացնել եւ այդ մասի էլեկտրականությունը խախտե։ Աս խախտումի հետևանքով գրնա նոբաներ առաջ գալ։ Ունիս այդ անձը, որ ուղեղային տյումոր ունի, անձը ուրեցք ունի, այդ ուրը գրնա էլեկտրականության խախտում պատճառ է եւ նոբա առաջ գա։ Գրնա անձը 40 տարեկանին ինքնաշարժ գվարե եւ ակսիդենտի մեջ եղավ, արգած։ Այդ արգածի բարակային գլուխը զարգավ բադուհանին, բզդիկ վերք մի եղավ ուղեղի մեջը, ադի գրնա նոբա հարաճացնել։ Պատճառները շատ են։ Ադորոմար մենք չենք կնարսել, որ միան մանուկներուն կովը, երդասարտներուն կովը կբադայի, այլև շատ մեծերուն կովը, երբեմները անձեր գա, որ Ալզայմեր ունին ոյվե ուրիշ ուղեղի պատճառներ եւ այդ կոնդիցիաներուն երեսամբ գրնան էպիլեպսի ունենալ։ Դու շատ կարևոր է մեր բժիշկները գիտնան, որ էպիլեպսին եւ նոբան գբադահի շատ տարիքի դարբերություններով ադեն։ Եվ այն համոզմունքը, որ մենք ունենք էպիլեպսիայի հետ կապված, որ դա լինում է գենետիկ, փաստորեն այդքան էլ այդպես չէ, կարող է լինել։ Ես կուզեմ գենետիկը քիչ ավելի բացատրել։ Ահա, բացատրեք։ Որոշ տարիքի այո, գենետիկը ցելով մենք հասկանանք մորմե, հորմե ընդանեկան ծևով անցած։ Բայց գենետիկ պատճառները կան, որ ժառանգական չեն։ Այսինքն, երբ որ մանուկը մամային փորի մեջ կգազմվի, ան ադեն իր մանուկին մարմինի մեջ խախտում կբադահի։ Ան ջինը կփոխվի։ Մայրը եւ հայրը դված չեն այդ ջինը, այլ խախտում մի եղած է մանուկին փոփոխության ադենը եւ ադոր հետևանքով գենետիկ պատճառով էպիլեպսի առաջ կա։ Երբ որ գսենք գենետիկ,
ասել չէ, որ ընտանիքեն ամեն անգամ հարաճած է։ Գրնալալ մաման բոլոր ընտանիքը բան մչունի եւ մանուկը իր փոփոխության ադենը, իր գազմվերու ադենը mutation-ը ըլլա, փոփոխությունը ըլլա իր ջիներում մեջը եւ ադի հարաճ բերե էպիլեպսի։ Եվ եք շատ կտեսնենք, ադորա մարիպեներ ես հիվանդներ ունիմ, ինձ գսեն ընտանիքիս մեջ էպիլեպսի չի գա։ Եթե ես գնայեմ երբեմները գտեսնեմ որոշ դեպքեր, գսեն որ ասի գերեւի genetic form-ն է, բայց ասել չէ որ իրենք ժառանգած են, այլ ասել է որ իրենք երբ որ գազմովին ունեցած են at mutation-ը, որ իրենց at էպիլեպսին դված է։ Ձեր փորձից ինչ է հատկապես կարևոր Հայաստանում ներդնել, որպեսզի էպիլեպսիայի այս թեման հնարավորինս առաջընթաց ունենա։ Ես կգարձեմ, որ դարբեր ձևեր կան, ոչ թե մեկ ձև մգա ասե պետք է լա, այսինքն ունենք գիտություն։ Նախ գիտությունը պիտի տանք մեր բժիշկներուն, ընտանեկան բժիշկներուն, որ գիտնան ինչ է նոբան, ադի բարձ ամենե բարձ ձևն է, իսկ մեր նյարդապաններուն ալավելի ձևով իրար հետ իրենց գիտությունը տան, գիտելիքը տան, ոչ թե միան էպիլեպսին հասկանալու, այլ EEG-ին հասկանալու, որովհետև էպիլեպսի եւ EEG միասին կան եւ իրենց այս գիտելիքներուն հետևանքով գրնան հիվանդին ալավելի լավ նայել, ասի մեկ կողմն է։ Իսկ երկրորդ կողմը, ադե որ մեր համայնքին պետք է ավելի գիտակցություն տանք էպիլեպսիի մասին։ Գարձե օրինակ ասենք ջամփան անցումը գկալե եւ նոբա ունեցավ։ Շրջագայքի անձներ չեն գենալ եւ նայել ինչ կլա, պետք է իրեն հասնին, պետք է գիտնան որ ասիգա նոբա է եւ գիտնան ինչ պիտենեն։ Ամենե բարձը լեզուն չի կաշեն, գամ ցերկը մադը փերանը չի տնեն, որտեվ գխազնեվի։ Այդ բարակային տուն ամենե ցև երբ որ դեսնես նոբա գլագոր ցնցում գլագոր իրեն մեգանգուն գտարցնես որբեսի իր լորցունքները չի գլե գողորտին չերտե եւ թոքերուն չերտա մեգանգուն գտարցնես եւ գսպասես մինչեւ որ նոբան հանդարտի եւ շտաբօգնություն կկանչես սոս բարձ բաները ուրիշ social media-ով awareness program-ով education-ով առաջ կերտան իսկ մյուս բաժինը diagnostic եւ intervention այսինքն եթե բժիշկը գիտակցություն ունի, EEG-ն ակիդե բացադրել, գարտալ, գահասկանա եւ գարձե համայնքը բոլոր այլևս գիտե ինչն է էպիլեպսիով, բայց տեղերը չի կան։ Պրոբլեմը չէ, ինչպես պիտի մենք բուժենք մեր հիվանդներուն։ Սա շատ կարեւոր է տեղերը, EEG սարքը, ասոնք բոլորը ներկա ալան, որ աս երեք մասերը իրար միանան եւ մեր հիվանդին ավելի լավ բուժում տալ։ Այո, եւ բարձր որակի կյանք ունենան արդեն։ Այո, ամենակարևորը ադիգա է։ Նպատակը դա է։ Մենք շատ collaboration ունենք մանավանդ Yale University հետ ես Global Health Office-ով եւ աստեղի NIH, YSMU մեր կոլեգաներուն հետ մենք ունենք fellowship եւ մենք գեսին ենք as մեր fellowship-ին ասի training program-ը, այսինքն գսորվեցնենք մեր նյարդապաններուն, որովհետեւ ավելի գիտագից դառնան ոչ թե միան էպիլեպսի, այլ EEG։ Մեր առաջին գրուպը պիտի ավարտե օգոստոսին ես շատ ուրախ եմ այս պրոջեկտով եւ պիտի շարունակենք որովհետեւ հայ համայնքին ավելի լավ ձևով գրնակ իրենց օգտակար դառնալ էպիլեպսի վերաբերյալ եւ ես վստահ եմ որ այս ստիգմայի պրոջեկտ որ երբ որ պիտի սկսի ասի առաջին քայլն է դեպի աբակայի ավելի մեծ պրոջեկտներու որ մենք օգտակար պիտի դառնանք մեր համայնքին եւ իրենց այսինքն ավելի լավ ինչպես որ գսես կյանքի որակ տանք Էպիլեպսիայի ինչ տարբերակներ կան, ինչ ձևեր կան արտահայտվելու։ Ընդհանրապես ես լսած եմ, անդադները կգարձեն, որ նոբա ունին լման մարմնի ցնցումն է։ Ճիշտ չէ։ Նոբաները դարբեր ձևով կհարաճանան։ Եվ նոբան ինքը այն ուղեղի մասն է, որ էլեկտրական շեղումը գլա, այդ մասը ինչի համեմատ է, այդ սիմպտոմները կա։ Այսինքն, եթե ունիս էլեկտրական խախտում մեր լեզվի գետրոնին Ուրեմն այդ անհատը պիտի չի կարողանա խոսել նոբայի ադեն։ Ադի ասել չէ որ adanse քեզի չի լսեր։ Այդ ասել է որ այդ անհատը իր նոբայի գետրոնը որ լեզվի գետրոնն է, այդ գետրոնը խախտված է էլեկտրական ձևով, ադորամար այդ նոբան է։ Այդ անձը ցնցում չունի։ Օրինակ, ուրիշ նոբաներու ձև կան, որ անձը գսկա, ասենք սրդի մեջ են, ասենք փամը սկացումը գա, գելլե մինչև գլուխ, գսկա որ լման մարմինը թուլցավ, սրդի զարգերը փոխվեցավ, տեղնեցավ, չի դեսներ այլևս, որոշ բզդիկ ժամանակով գանչադվի, գշփոթի եւ իդ ինքզինքին գուկա 2-3 րոպեից յետ եւ
կասկա որ օքեյ ես հիմա նորմալ եմ գստե ախ ինչ եղավ ինձ ինչ պատահեցավ ինձ ասի նոբայ ծև մնե Ադիգու կա գետրոնեն, որ մեր սրդի զարգերու, մեր ներվային, այսինքն մարմնի անդամներուն հետը գապ ունի։ Սո ամեն մեկ նոբա, երբ որ էլեկտրական խախտումը գլա, մենք պիտի նայենք այս գետրոնը որն է, որ մեզի ադի Երևան կա այդ սիմպտոմները կուտա։ Ադոր համար է եւ սկուզեմ շատ նույնիսկ as երբ որ educational program-ները, awareness-ները գազմագերբենք, ժողովրդին հասկացանենք, որ նոբա միան ասել չէ ծնծում այլ նոբա դարբեր ծևերով գուկա։ Ադոր համար ես կգարձեմ, որ անցեր կան, որ չեն գստեր իրենց նոբայի մասին, որովհետև փոքր ծևով գարդահայտվի, ինքը նոբան նոբա է։ Փոքր ծևով արդահայտվող գրնան տակում բահել, իսկ ան որ ծնծում ունի, ադն է որ ավելի կբացահայտվի ժողովրդին առջև։ Ադոր համար է, որ մենք շատ անցեր, as փոքր երբ որ արդահայտությունները գունենան, բժիշկներու գսկած որ չեն կացած որովհետև իրենք կգարձեն որ ասիգա այո այսօր գլուխս կծավեր որ հանգիստ չէի maybe ասի ատգե եղավ գամ գսեն որ այո օտը դակ էր այսօր ադոր համար ասսկացումը ունեցա երբ կուքան բժիշկին կովը երբ որ մեծ ծնծումը կվադահի այն դենքսեն որ աս ինչ էր աս ծնծումը ինչ էր ադոր համար իրենց բժիշկին գսեն բժիշկնալ իրենց ընդհանուր բժիշկնալ նիարտապանի գուղարգե ադոր համար երբեմները գուշանանք մենք ախտորոշումը ընելու էպիլեպսի բարձաբես որտեվ ինքը հիվանդը չեր գիտեր ինչ է եւ գարձե որ ասի բար սպամն է բադահեցավ եւ մեկատեր պիտի չբադահի Աշխարհում կան չեն հայտնի նշանավոր մարդիկ ովքեր էպիլեպսիա ունեն Ճիշտ է։ Ես գիտեմ, բայց չեմ վավերացած, որ այսինքն իրենք էպիլեպսի ունին, բայց շատ անձեր կան, որ էպիլեպսի ունին։ Օրինակ Վան Գոգը, որ գսեն իրենք գզակրությունները, որ շատ քունավոր են, մեծ ցևերով գզած է, գսեն, որ ինքն ալ էպիլեպսի ունի։ Չեմ I have not verified it, բայց գսեն, որ այսինքն էպիլեպսի ունի։ Ջուլիուս Սիզերի մասին գսեն, որ էպիլեպսի ունի։ Որոշ սուրբեր կան, որ գսեն երևույթներ կունենային ենթադրած եմ որ գարելի է աս անցեր էպիլեպսի ունենան գարձեմ եթե չի սխալիմ Դոստոևսկին ալ էպիլեպսի ունեցած է որովհետև սիժերի դեսակ մգա նոբայ դեսակ մգա որ իրեն ուրախություն կպատճառե նոբաներ կան որ անցեր ուրախություն կունենան ուսկացում մգա ներքին իրենց ասանք գլե վարեմ ինչև վեր եւ ուրախություն կսկան ես իվանք մոնիմ ածկացում ունի ինձ միշտ կսե ադմասը մի տբնար Ինձ միշտ մասը նոբային բժիշկ է։ Սո կան ատցեվի անցեր եւ շատ կան նոբայ ունեցող անցեր Ջոն Թրավոլտային զավակը ուներ էպիլեպսի եւ աս ներգայիս անցերն են որ իրենք անվանի են եւ reputation ունին որ իրենք օգնած են ավելի որ էպիլեպսին առաջ երթա եւ շատ կարեւոր է ան որ համբավ ունի այդ անցերուն հետ ավելի մեզի awareness տան եւ аз ես ավելի Գուզեմ իրականության մեջ ան անցեր որ համբավ ունին, ադոնք մեր public awareness education-ը ադոնք ավելի առաջ տանին, որովհետև ժողովրդին հասնելու համար երևույթը, այսինքն անցումը պետք է որ իրենք արդեն դարիներու ընթացքին հետերնին շփված են, դեսած են իրենց հերոստատելի վրա, ինտերնետի վրա, տելևիզիոնի վրա, շատ կարևոր է ադանցերն ալ օժանդակեն public awareness-ի մասին, education-ի մասին, որ մեր հանրությունը ավելի հանգստորեն սկա լսե էպիլեպսիի մասին Ինչպես որ գիշես ALS-ը գար ALS-ի մասին as bucket challenge-ը եղավ ամեն մարդ սկսան խոսիլ ALS-ի մասին նույնիսկ որ հուստամ որ օրը գուկա անցը համբավ ունեցող անցը գրնա մեզի օժանդակել որ էպիլեպսիի մասին ավելի հասկացնենք հանրության Շուտով էպիլեպսիայի օրն է Հայաստանում ինչ կփոխանցեք հասարակությանը Ես հասարակության գուզեմ ասել որ իսկապես ադենն է կով մնալ Եվ կաչալերել անցերուն որ էպիլեպսի ունի ոչ թե էպիլեպտիկ անցերու մենք բոլորնից հիվանդություն ունենք ամեն մեկերնից ամեն մեկը տեղգարն է օրինակ անցը որ ջնշման տեղգարն է մենք իրեն չենք գշեր ջնշման տեղգարն է մենք նույն ցևով պետք է վարվենք ադանցին որ էպիլեպսի ունի Ադոր համար շատ կուզեի իրենց մե, որ երբ որ էպիլեպսիի նյութը դեսնեն, կամ հանդիպին անհադիմը որ էպիլեպսի ունին, 5 վարգան, 10 վարգան դրամատրեն, հասկանան ադանցին, որտեղ իսկապես ճյուրինչե ամծում որ էպիլեպսի ունի եւ գաբրի անորոշ վիճակի մեջ, ես երբ նոբա պիտի ունենամ, երբ պիտի կանոբան, ինչ պիտի լայնզի, երևակայ անցում որ նոբա ունի, կկալե եւ ինքը գսե, ես հիմա արդյոք նոբա ունենամ, ինձ ինչ պիտի պատահի
Շատ կարևոր է ցերկ-ցերկի տնել ադանցերու հետ, որ էպիլեպսի ունի, որ իրենց ավելի հանգիստ զգացնեն։ Իսկ ան հիվանդներուն, ադանցերուն, որ էպիլեպսի ունին, ես կուզեմ իրենց ասել, որ գիտությունը շատ առաջ կացած է, եւ մանավանդ մեր հայ հայրենագիտներուն ես կուզեմ ասել, որ մենք շատ collaboration-ներ գնենք, որ ոչ թե միան կոլեգաներու հետ, այլ Ministry of Health-ին հետ, որբեսի իրենց ավելի լավ բուժմունքներ բերենք, որբեսի իրենց ավելի լավ տեղահատներ բերենք, հայտայտենք եւ իրենց ավելի լավ diagnostic եւ ավելի լավ իրենց intervention բերել, այսինքն surgery է, դեղ է, ամեն ծավով իրենց ավելի կյանքի որակը լավացնենք։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ, մերսի շատ։ Հաղորդման աջակիցն է Հայաստանում առաջին ու միակ գրոհ է պաշտոնական առցանց խանութը։ Գնեք որակյալ գերմանական սանտեխնիկա on-line shop.grohe.am